Մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն է արձագանքել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանին։ Օրեր առաջ Ֆիդանը հայտնել էր, թե Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, եւ եթե Թուրքիան անի դա հիմա, ապա ըստ Ֆիդանի Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ Միրզոյանը եւս կարևոր է համարել Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը։ Դրանից բացի նա կարևորել է նաեւ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը։ Երկու ուղղություններով էլ Հայաստանն անկեղծ ջանքեր է գործադրում, միաժամանակ սակայն այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չէ, եւ եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը դրականորեն անդրադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա։ Թուրք վերլուծաբանների դիտարկմամբ հայ-թուրքական հարաբերություններում այսօր ոչ թե խոչընդոտը Ադրբեջանն է, այլ Ադրբեջանն այս դեպքում հանդիսանում է ընդհանրապես գործիք։ Թուրքական ռազմավարության համատեքստում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով Թուրքիան չունի քաղաքական դիրքորոշում եւ շարունակում է Ադրբեջանին որպես գործիք միջոց օգտագործել։ Եթե նախկինում իրեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրն էին բերում, այսօր այդ խնդիրը փոխակերպվել է խաղաղության պայմանագրի ստորագրման եւ ես իրականում չեմ բացառի, երբ որ անգամ այդ հաստատքի ստորագրումից հետո Թուրքիան էլի փորձի ինչ-որ նախապայմաններ առաջ քաշի։ Ըստ թուրքագետի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար հետաքրքիր է, սակայն Թուրքիայում կարծում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վճարվելիք գին ունի։ Այսինքն ինքը ինչ գինք ստանա այս հարաբերությունների կարգավորման համար։ Օրինակ, եթե այդ գինը այսպես մինչև 2020 թվականը հնարավոր է ինչ-որ փոխզիջումներով նույն Արցախի հարցում եւ այլն, այսօր էության մեջ Հայաստանը նման գին չունի տալու։ Դրա համար Թուրքիան այս պահին այդքան շահագրգռված չի եւ դրա հետ կապված փորձում է ավելի շատ օգտվել արտաքին ֆակտորից։ Այս դեպքում կարծում եմ նահանգների հետ։ Հական Ֆիդանը նաև հայտնել էր, թե Նախիջևանը եւ Ադրբեջանը միացնող կապի հայեցակարգն ընդունվել է Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում։ Արարատ Միրզոյանն այս հարցի առնչությամբ նկատել է, թե օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովում համաձայնեցվել են այդ գործընթացի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունն ու փոխադարձությունը։ Սրանց շրջանակներում սահմանված թրիփ ուղին կապելու է թե Ադրբեջանը Նախիջևանի հետ, թե Հայաստանն այլ երկրների հետ, թե ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջաններն իրար հետ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջոցով։ Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ։ Թուրքիան եւս մասնակցություն ունենալով այսպես կոչված Միջին-Միջանսկի նախագծի իրականացմանը նախատեսում է բարձրացնել իր դերը տարածաշրջանում։ Եթե ինքը գոտի ճանապարհ նախագծի մաս է դառնում իդեմս Միջին-Միջանսկի, արդեն իսկ իր դերը բարձրանում է։ Եվ այստեղ բնականաբար կարևորվում է նաեւ մեր տարածքը, Թուրքիայի ռազմավարական մոտեցումն է, երբ որ ինքը փորձում է թուրքական ինտեգրացիայի գաղափարը առաջ մղել։ Եվ Թուրքիան հապաղում է այս հարցում, իրականում Թուրքիան շատ մեծ ցանկություն ունի այս հարցում արագացնելու գործընթացները եւ ունենալ ինչ-որ ձեռքբերումներ կամ ինչ-որ պայմանավորվածություններ ավելի շուտ։ Ըստ վերլուծաբանի այս գործընթացները կարող են իրատեսական հիմք հանդիսանալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, սակայն ըստ թուրքագետի դրանք ձգձգվում են, քանի որ այստեղ հայ-ամերիկյան կարևոր գործընթաց կա, որտեղ ԱՄՆ դերը ավելի կարևոր է եւ որի հետ թուրքերը հաշվի նստել չեն կարող։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։